Երևանյան երկխոսություն 2025 երկօրյա միջազգային համաժողովը մեր երկիր է բերել Սլովակիայի վարչապետին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին, Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետին, Հունգարիայի արտգործնախարարին, տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների գիտնականների։ Վարչապետ Փաշինյանը ելույթը սկսեց խաղաղության ուղերձով, հիշեցրեց Հայաստանը և Ադրբեջանը վերջնական տեսքի են բերել խաղաղության համաձայնագրի տեքստը, նկատեց ինքը պատրաստ է ստորագրել փաստաթուղթը, այնինչ Բաքուն դրա ստորագրման համար երկու պայման է առաջ քաշում։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Այն հարթակ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հարցով բանակցությունների համար։ Պիտի ասեմ, որ Մինսկի խմբի լուծարման օրակարգը ընդունելի է մեզ համար։ Մյուս կողմից ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտությունը փակել և արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք։ Վարչապետը մատնացույց արեց, որ Բաքուն Հայաստանի տարածքի 60%-ը սկսել է անվանել Արևմտյան Ադրբեջան, իսկ Հայաստանի տարածքում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան։ Փաշինյանը հերթական անգամ փաստարկված հերքեց Ադրբեջանի կեղծ պնդումը, նաև կրկնեց, որ Երևանն առաջարկում է նույն օրը նույն վայրում ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։ Ադրբեջանի բարձրացրած հաջորդ խնդիրը կապված է Հայաստանի սահմանադրության դրույթների հետ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ և ունի ներկայումս։ Ուստի Ադրբեջանի բարձրացրած խնդրի լուծումը պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը։ Ուզում եմ կրկին պարզաբանել, շանս չկա, որ չկատարվեն Ադրբեջանի ակնկալիքներն այն դեպքում, որ ստորագրվի պայմանագիրը։ Հատկապես, որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բայց մենք այդ հարցը առանձին չենք բարձրացրել, քանի որ համարել ենք, որ պայմանագրի համաձայնեցված տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի։ Վարչապետը հավելեց, որ խաղաղության համաձայնագրում կա նաև կետ, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և հետագայում չեն կարող որևէ տարածքային պահանջ ունենալ միմյանց նկատմամբ։ Համաձայնագրում կա նաև կետ, որ կողմերը չեն կարող իրենց ներպետական օրենսդրությունը վկայակոչել ու չկատարել պայմանագրի դրույթները։ Հայաստանի օրենսդրության համաձայն համաձայնագիրը ստորագրելուց հետո մենք պարտավոր ենք ուղարկել այն սահմանադրական դատարան, որպեսզի ստուգենք դրա համապատասխանությունը Հայաստանի սահմանադրությանը։ Եթե վերջինս որոշում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում երկրի սահմանադրությանը, ապա մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել։ Այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ խաղաղության գործընթացը և պայմանագիրը չպետք է բաց թողնվեն, և կփորձենք ու կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Բայց եթե սահմանադրական դատարանը որոշի, որ այդ փաստաթուղթն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի այդ փաստաթուղթը վավերացնել ազգային ժողովում, ինչից հետո այն ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում։ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են ստորագրել սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը, որը երկու պետությունների միջև պատմության մեջ առաջին փաստաթուղթն է։ Վարչապետը ներկայացրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի բարձր դատարանը նշել է, որ այդ կանոնակարգը և դրա հիմքում ընկած Ալմաթայի հռչակագիրն ամբողջությամբ համապատասխանում են մեր սահմանադրությանը։ Տարածաշրջանային խաղաղության և բարեկեցության համար շատ կարևոր է խաղաղության խաչմենուկ նախագիծը, նշեց Փաշինյանը։ Այս նախագծի շրջանակում Հայաստանը առաջարկել է կոնկրետ լուծում տարածաշրջանային հաղորդակցության ուղիները երկկողմ, միջազգային և տարանցիկ շարժի համար բացելու նպատակով։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը մի քանի կարևոր սկզբունքների վրա է հիմնված։ Դրանք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը այն պետությունների, որոնց տարածքով անցնում են ճանապարհները, հաղորդակցության ուղիները, և փոխադարձությունը, որը նույնպես շատ կարևոր սկզբունք է այս նախագծի համար։ Եվ կարող ենք տեսնել, որ սա շատ կարևոր նախագիծ է հաղթահարելու համար մատակարարման համաշխարհային շղթաների ճգնաժամերը։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր ճանապարհները երբ բացվեն, դա նոր հնարավորություններ կբացի կապակցելու համար արևելքը և արևմուտքը, հյուսիսը և հարավը։ Փաշինյանը նկատեց, որ հարցի հետ կապված Ադրբեջանի կողմից առկա է որոշակի վարանում։
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արևմտյան մասերից Նախիջևան Հայաստանի Հանրապետության տարածքով բեռնափոխադրումներ կազմակերպել, որևէ կասկած մենք չունենք։ Գնացքները Ադրբեջանից կարող են գալ, անցնել անձնագրային սահմանային վերահսկողություն եւ հասնել մինչեւ Նախիջևան, մնալ այնտեղ եւ հակառակ ուղղությամբ։ Հայաստանը կոնկրետ առաջարկ ունի ապահովելու սա։ Մենք ասում ենք Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով եւ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։ Այս առաջարկը պաշտոնական է, այն սեղանին է, եւ ցանկացած պահի, երբ Ադրբեջանը համաձայնի, մենք պատրաստ կլինենք մուտք գործել այս գործընթացի իրագործման փուլ։ Վարչապետն ընդգծեց, որ տևական եւ կայուն խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Մենք պետք է կենտրոնանանք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ եւ ես վերահաստատում եմ, որ ես, մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու եւ ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը տևական խաղաղություն մեր տարածաշրջանում ունենալու համար։ Հարգելով իմ նշած սկզբունքները, իմ համոզմունքը այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն եւ դա շատ միանշանակ է։ Իր ելույթում արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխարհում տեղի ունեցողի մասին ու ընդգծեց, մարդկությունն այսօր կանգնած է մեծ անորոշության առջև, բայց սա աշխարհի վերջը չէ։ Միջազգային կոնսենսուսը խաթարվում է աճող աշխարհաքաղաքական լարվածությունների ֆոնին։ Միջուկային սպառնալիքներով հռետորաբանությունը կրկին ի հայտ է եկել համաշխարհային դիսկուրսում, վերակենդանացնելով անցյալ դարի ամենախոր վախերը։ Աշխարհը վերափոխվում է իր աշխարհաքաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական եւ կլիմայական սեյսմիկ փոփոխությունների արդյունքում, երբեմնի կայուն միջազգային կարգի հիմքերը լրջորեն սասանվել են, հայտարարեց Միրզոյանը։ Միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին համարվում էին սրբություն, այսօր կորցրել են իրենց կշիռը։ Էթնիկ զտումները այլևս հեռավոր սարսափ չեն, դրանք տեղի են ունենում հենց մեր աչքի առջև, եւ մենք դրանց ականատես ենք եղել անմիջականորեն մեր սահմաններին։ Միրզոյանն ընդգծեց, Հայաստանը նույնքան հանձնառու է նպաստելու ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գլոբալ ջանքերին։ Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները մեր երկու հարևանների հետ, միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ եւ փոխադարձ տարածքային պահանջների բացառմամբ եւ խորացնել ավանդաբար բարեկամական հարաբերությունները մյուսների հետ։ Մեր տարածաշրջանում մենք կայացնում ենք որոշիչ ընտրություն, կառուցելու ապագա, որը ձևավորված չէ անցյալի ցավերով, այլ լավատեսությամբ եւ հույսով լի տեսլականով, խարսխված իրական հնարավորությունների վրա։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ելույթում անդրադարձավ գլոբալ հակամարտություններին ու Հայաստանի հետ հարաբերություններին։ Հայաստանը Սլովակիայի հիմնական առևտրային գործընկերն է այս տարածաշրջանում, նշեց նա։ Ցանկանում եմ լրացուցիչ խթան հաղորդել մեր առևտրի ընդլայնմանը, մասնավորապես ատոմային էներգիայի, ավտոմոբիլային, պաշտպանության եւ զբոսաշրջության ոլորտներում։ Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանի եւ Եվրամիության միջև ավելի սերտ հարաբերություններին։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությանը, քանի որ դրա արժեքավորությունը բազմիցս ապացուցվել է։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, Սլովակիայի վարչապետը շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետին վերջնական խաղաղության համաձայնության հասնելու ջանքերում առաջնորդության համար։ Խաղաղ կարգավորումը հզոր ուղերձ կլինի Եվրոպային, որ հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական ջանքերով, ելույթը եզրափակեց Ռոբերտ Ֆիցոն։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։